Բարի և ֆորշնյալ առավոտ, սիրելի հարազատներս, շնորհակալ եմ քեզ, Տեր Աստված, այսօրվա համար, որ քեզանով է արարվել և դու այսօրվա մեջ ես Տեր։ Շնորհակալ ենք ամեն օրհնության համար, ամեն բարիքի համար, ամեն աղոթքի պատասխանի համար, ամեն բժշկության ու ազատագրման համար, որ կլինի այսօր Տեր։ Եվ ամեն դժվարության ու փորձության մեջ էլ Տեր, շնորհակալ ենք քեզանից և խնդրում ենք, որ խոնարհության շորեր մեզ հագցնես Տեր ջան, որպեսզի խոնարհությամբ թույլ տանք, որ այդ իրավիճակների մեջ դու մեր հետ աշխատես, որ մենք հասունանանք, մեր մեջ զարգանա Սուրբ Հոգու պտուղները, համբերությունը, քաղցրությունը, սերը, բարությունը, հավատարմությունը, մեր կամքի ուժը, որ այդ փորձությունների արդյունքում մենք բարի պտուղ տանք Տեր ջան և դուրս գանք ավելի մաքրված ու զտված։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Հիմա անդրադառնանք Թոմաս Ջոնսոնի «Կռապաշտությունը դարերի մեղքը» գրքի ընթերցանության ու մեկնաբանության շարունակությանը։ Երեկ ես կիսեցի ձեզ հետ սրտի մոդելը, այդ նախկին ոչ միայն երեկվա, այլ ամբողջ նախկին դասերը լսեք, իսկ այսօր ամփոփելու ենք և ինքնակնման հարցեր ենք տալու սրտի մոդելի շուրջ։ Ուրեմն երեկվա դասը օգտագործեց սրտի մոդելի դիագրամը, որպեսզի օգնի մեզ հասկանալ, թե ինչպես է սիրտը փոխգործակցում այն կյանքի հանգամանքների հետ, որոնց մենք առերեսվում ենք, և ինչպես է այդ ամենը ազդում մեր երկրպագության վրա և ազդում այն բանի վրա, թե ինչպես ենք մենք արձագանքում այդ հանգամանքներին, ինչ ռեակցիաներ ենք տալիս։ Ու քննելով, թե ինչպես են փոխազդում Աստված, հանգամանքները, սիրտը, մեր ցանկությունները, մենք տեսնում ենք Աստծո կամքը երկրային ցանկություններից առավել գնահատելու, արժևորելու կարևորությունը։ Այսինքն մենք տեսնում ենք, թե որքան կարևոր է, որ Աստծո կամքը մեր կյանքում առաջնային տեղ գրավի, քան թե մեր ցանկությունները։ Սրտի մոդելը նաև ցույց տվեց, թե ինչպես հավատացյալները, բայց ոչ միայն, սա կարող ենք ասել ամեն մարդու համար, բայց հիմա խոսում ենք հավատացյալների մասին, թե ինչպես հավատացյալները կարող են կամ երկրպագել Աստծուն, կամ էլ հետամուտ լինեն կուռքերին, իրենց սրտի ցանկություններին, որն էլ ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մենք արձագանքում հանգամանքներին, որ առկա են մեր կյանքում, որոնք էլ մեր կյանք բերում են լավ կամ վատ պտուղներ։ Այդ դասի նպատակը հետևյալն էր, որ հասկանանք, թե ինչպես են հանգամանքներն ու ցանկությունները ազդում մեր սրտի վրա և ազդում մեր երկրպագության և մեր արձագանքի վրա։ Սրանք բոլորը փոխկապակցված են, որպեսզի մենք սովորենք բացահայտել մեր սրտի ցանկություններն ու արժեքները, որոնք կարող են կուռքեր դառնալ մեզ համար, կամ գուցե արդեն դարձել են, և ճանաչենք այն արդյունքները, որ ստանում ենք Աստծուն երկրպագելուց, և այն արդյունքները, որ ստանում ենք կուռքերին երկրպագելուց, և ինչպես են դրանք ազդում մեր արձագանքների վրա, այն արձագանքները, որ տալիս ենք հանգամանքներին։ Մենք ինքներս մեզ պիտի քննենք, թե ինչ ենք սովորել այս դասի ընթացքում։ Առաջինը, նկարագրեք սրտի մոդելի դիագրամի կառուցվածքը։ Եթե չեք հիշում, ես նկարը ուղարկել եմ և YouTube-ում դասը հենց այդ նկարով է, այնպես որ կարող եք։ Բացատրեք Աստծո տեղը, հանգամանքների տեղը և սրտի դասավորությունը այդ դիագրամում։
Ինչպես են այդ բաղադրիչները փոխազդում միմյանց հետ։ Երկրորդ, ամփոփեք սրտի ցանկությունների դերը։ Ինչ դեր են խաղում ցանկությունները մարդու սրտում։ Այս մոդելի համաձայն, ինչպես կարող են ուժեղ ցանկությունները, այդ տրփանքները հանգցնել մեղքի։ Երրորդ, բացատրենք կյանքի հանգամանքներին արձագանքելու երկու ճանապարհները, երկու ուղիները։ Նկարագրեք երկու տարբեր եղանակներ, որ մարդիկ արձագանքում են, որ մենք արձագանքում ենք մեր հանգամանքներին, կախված նրանից, թե ինչ կամ ում ենք երկրպագում։ Ինչ արդյունք ենք ստանում յուրաքանչյուր տեսակի արձագանքից։ Չորրորդ, սահմանեք գանձը և դրա նշանակությունը սրտի մոդելում։ Ըստ Հիսուսի, ինչ է գանձը և ինչու է այն կարևոր սրտի ցանկությունները հասկանալու համար։ Հիշեք Մատթեոս ավետարանի 6-րդ գլխի 21 խոսքը Հիսուսի, որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։ Հինգերորդ, նկարագրենք լավ և վատ պտուղների տարբերությունը։ Ինչպես է Աստծուն երկրպագելը բերում լավ պտուղների և ինչպես է կուռքերին հետևելը վատ պտուղներ բերում մեր կյանքում։ Օրինակներ բերեք ինքներդ ձեզ համար։ Այս ամենը նրա համար չի, որ նստեք ու վարժություն անեք, այլ որպեսզի մենք խորհենք այս բաների մասին, մտածենք, հասկանանք, որպեսզի մեր սիրտը մաքրենք, բերենք Աստծո առաջ, որպեսզի մեր ցանկությունները համապատասխանեցնենք Աստծո ցանկություններին, որ մենք կուռքերից ազատվենք, որ մենք չընկնենք կռապաշտության մեջ, որ մեր երկրպագությունն ու ծառայությունը խեղաթյուրված, խոթորված չլինի։ Եվ հեղինակը բերում է նորից մի այսպիսի կյանքից վերցրած օրինակ, այս օրինակում Թոմն է, որը նորից հավատացյալ է։ Կարդանք սցենարը։ Թոմը սթրես է տանում աշխատանքի վայրում։ Թոմը աշխատանքի վայրում հաճախ իրեն թերագնահատված է զգում։ Վերջերս Թոմը մտածում էր իր գործակիցների կողմից ավելի մեծ ճանաչում, հիացմունք, ընդունելություն ձեռք բերելու ուղիների մասին։ Նա պատրաստ էր անգամ դա անել կոմպրոմիսի գնալով իր որոշակի արժեքների հետ։ Եվ Թոմը հասկանում էր, որ ինքը առաջնահերթություն է ցանկանում տալ իր հեղինակությանը, ճանաչում ունենալուն, իր գործընկերների հիացմունքը վայելելուն, քան թե իր քրիստոնեական հավատքին և իր արժեքներին։ Բայց դա ներքին պայքար էր կարծես Թոմի մեջ, և դա Թոմին դարձնում էր ավելի հիասթափված, Թոմը ավելի էր նախանձում իր մյուս գործընկերներին, շարունակում համեմատվել նրանց հետ, ովքեր գովասանքի էին արժանանում։ Հիմա, հիմնվելով սրտի մոդելի դիագրամի վրա, ինչպես կարող է Թոմի գովասանքի ճանաչված լինելու ցանկությունը ազդել նրա երկրպագության վրա և այդ իրավիճակում իր արձագանքի վրա։ Ինչ քայլեր կարող է Թոմը ձեռնարկել, որպեսզի վերադասավորի իր ցանկությունները Աստծուն երկրպագելու և իր արձագանքով լավ պտուղ իր կյանք բերելու համար։ Ինչպես կարող է Թոմը իր գանձերը ճանաչելով հասկանալ իր հիասթափության արմատը, իր նախանձի ու համեմատվելու արմատը և օգնի, որ ինքը Աստծուն պատվելի, Աստծո համար ընդունելի որոշումներ կայացնի։ Իսկ հիմա անդրադառնանք հարցերին, որ ինքներս մեր կյանքերը քննենք։ Մտաբերեք մի ժամանակ ձեր կյանքում, երբ եղել եք հատկապես դժվար իրավիճակում և պատասխանեք հետևյալ հարցերին. Ինչ ցանկություններ կամ արժեքներ են եղել ձեր սրտում այդ իրավիճակի մեջ։ Արդյոք այդ ցանկությունները
կենտրոնացած են եղել Աստծո վրա, թե ձեր վրա, ձեր ցանկությունների վրա կամ որևէ այլ բանի վրա։ Արդյոք այդ իրավիճակում ձեր արձագանքը լավ պտուղներ է տվել, համբերության պտուղ, խաղաղություն, վստահություն եւ այլն, թե ձեր արձագանքը վատ պտուղներ է տվել, զայրույթ, հիասթափություն, նախանձ, վրդովմունք, հուսալքություն եւ այլն։ Ինչ փոփոխություններ կարող եք կատարել ապագա նման մարտահրավերների նկատմամբ, նման հանգամանքների նկատմամբ ձեր մոտեցումներում, ձեր արձագանքում, հիմնվելով սրտի մոդելի դիագրամի վրա։ Ինչ հիմնական 3 բաներ վերցրեցինք այս դասից։ Առաջինը՝ սրտի մեջ եղած ցանկություններ եւ երկրպագություն։ Սովորեցինք, որ սիրտը իր մեջ կրում է մեր ցանկությունները, որոնք ձևավորում են այն, ինչ մենք գնահատում ենք, արժեքավորում ենք եւ հետո էլ երկրպագում ենք։ Երբ ցանկությունները դառնում են կուռքեր, դրանք մեր ուշադրությունը շեղում են Աստծուց եւ մեր ուշադրությունը տանում են դեպի աշխարհիկ բաները։ Սովորեցինք, որ կան աստվածակենտրոն արձագանքներ եւ կան կռապաշտ արձագանքներ, որ մենք տալիս ենք մեր հանգամանքներին, մեր իրավիճակներում։ Աստծուն երկրպագելը հանգեցնում է նրան, որ մենք ընդունում ենք Աստծո կամքը մեր իրավիճակների մեջ, մեր հանգամանքների մեջ եւ լավ պտուղներ տալիս, մինչդեռ կռապաշտությունը հանգեցնում է հանգամանքների մանիպուլյացիայի եւ վատ պտուղ տալիս։ Սովորեցինք, որ մենք պիտի քննենք ու լավ ճանաչենք մեր սրտի գանձերը, որովհետեւ ճանաչելով դրանք, թե ինչ ենք մենք թանկ գնահատում, օգնում է մեզ հասկանալ մեր արձագանքների հիմքում ընկած դրդապատճառները, թույլ տալով մեզ շտկել ու վերահաստատվել Աստծո նպատակների մեջ, մեր ցանկությունները համապատասխանացնել Աստծո ցանկություններին։ Ու որպեսզի մենք այս դասից իսկապես օգուտ քաղենք, ապա մտապահեք Մատթեոս 6-րդ գլխի 21 հատվածը, որպեսզի հիշեք կապը մեր գանձերի եւ մեր սրտի վիճակի միջև, որովհետեւ որտեղ ձեր գանձն է, ասաց Հիսուսը, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։ Խորհեք Եզեկիել 14-ի 1-8 հատվածի մասին, հասկանալու համար Աստծո տեսակետը մեր սրտում եղած կուռքերի մասին եւ ապաշխարության կարեւորության մասին։ Կարդանք այս հատվածը նորից։ Իսրայելի երեցներից ինձ մոտ մարդիկ եկան ու նստեցին առաջս, եւ Տիրոջ խոսքը հասավ ինձ ասելով. Մարդու որդի, այս մարդիկ իրենց կուռքերը բարձրացրել են իրենց սրտերում եւ իրենց անօրենության գայթակղությունը դրել են իրենց դեմքերի առաջ։ Միթե ես երբևէ պիտի պատասխանեմ նրանց։ Ուստի խոսիր նրանց հետ եւ ասա նրանց. այսպես է ասում Տեր Աստված. ամեն մի մարդու, որ իր կուռքերն իր սրտում բարձրացրել է եւ իր անօրենության գայթակղությունը իր դեմքի առաջ է դրել եւ մարգարեի մոտ է գալիս, ես Տերը նրան, որ գալիս է, պատասխան պիտի տամ ըստ նրա կուռքերի շատության, որպեսի Իսրայելի տան սրտերը բռնեմ, որոնք ինձնից օտարացել են իրենց բոլոր կուռքերով։ Ուստի Իսրայելի տանն ասա. այսպես է ասում Տեր Աստված. դարձի եկեք ու հետ դարձեք ձեր կուռքերից եւ ձեր բոլոր պիղծ կուռքերից հետ դարձրեք ձեր դեմքերը, որտեւ Իսրայելի տնից եւ այն օտարազգիներից, որ պանդուխտ են Իսրայելի մեջ, ամեն մի մարդ, որ հեռանա ինձնից եւ իր կուռքերը բարձրացնի իր սրտում եւ իր անօրենության գայթակղությունը դնի իր դեմքի առաջ
եւ մարգարեի մոտ գա, որպեսզի նրա միջոցով հարցնի ինձանից, ես Տերը ինքս եմ նրան պատասխան տալու։ Ես իմ դեմքը այդ մարդու դեմ պիտի ուղղեմ եւ նրան նշան ու առակ, այսինքն ծաղրանք պիտի դարձնեմ եւ նրան պիտի կտրեմ իմ ժողովրդի միջից եւ կիմանաք, որ ես եմ Տերը։ Նորից հիշեցնեմ, չխաբնվեք, որ սա միայն Իսրայելին է վերաբերում, որ մեզ հետ սա ոչ մի կապ չունի։ Աստված Իսրայելի ազգին օգտագործում է որպես միջոց բոլոր ազգերին, բոլոր մարդկանց իր խրատը, իր ճանապարհները հասցնելու համար։ Եվ եթե դու Հիսուսին ես ընդունել ու դու քրիստոնյա ես, Հիսուս Քրիստոսով դու նոր Իսրայելն ես, հոգևոր Իսրայելը։ Եվ վերջապես վերհիշենք մեր կյանքում վերջերս եղած մի իրավիճակներ ու նշումներ անենք, որտեղ ենք զգացել այդ ուժեղ ցանկությունները, այդ տրփանքը եւ գնահատենք, արդյոք դրանք համապատասխանել են Աստծո կամքին, Աստծո ցանկություններին, թե նրանք դարձել են մեր կուռքերը։ Այսքանը այսօր։ Ես օրհնում եմ ձեզ, ես օրհնում եմ ձեր օրը Հիսուս Քրիստոսի անունով եւ թող Տիրոջ արյան պաշտպանությունը լինի մեր վրա, Տիրոջ արյունը ծածկի մեզ, ողորմի մեզ, թող Տիրոջ լույսը մեր վրա լինի, մեր մեջ լինի, Տիրոջ սերը բժշկի մեր սրտերը, թող Տերը ինքնիշխան Աստված ազատագրի մեզ ամեն կապանքներից, որ մեզ կապում են իրեն մոտենալու համար, մեր սիրտը իր առաջ բացելու համար։ Թող մեր որոշումները, մեր ցանկությունները համապատասխանեն Տիրոջ ցանկություններին, թող որ մենք ազատվենք ինքնախղճահարությունից, հպարտությունից, գոռոզությունից ու փառասիրությունից։ Ամեն։